Սիրելի դիկնայք և ինչու ոչ բարոնայք, հանրայինի ջաջանչապայլ եթերին գրգին լավ երեգոն է։ Մեր 5-րդ եթերաշրջանի առաջին հյուրերը պիտի լան անհայտ բաժանորդ և ազնիվ փողեր ֆիլմերու պատգամավորները։ Նոր եթերաշրջանին նոր փայլկով մեզի դեսանյութ պիտի պատրաստե Արուս Տիգրանյանը։ Դաղավարի քեղեցկությունն ու հմայքը գաբահովեն Gummy Friends Project-ը։ Եվ իհարկե 5-րդ հոփելենական եթերաշրջանին բոլոր երեգոները գզարդարեն Անուշապույր Գարիկ Բաբոյանը և Արամեն Պետրին։ Հələ, բայց կա ուժվացող, չէ։ Ողջույն բոլորին, մենք սկսում ենք լավ երեկոյի 5-րդ եթերաշրջանը։ Մենք երկար մտածում ենք արդյոք արժի սկսել այս եթերաշրջանը, արդյոք ինձ և Գարիկին ուզում է տեսնել հեռուստադիտողը։ Եվ այդ հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն մեր ժողովրդից։ Այդ պատճառով դուրս եկանք փողոց այդ հարցի պատասխանը իմանալու։ Լավ երեկոն կարոտել եք։ Չէ, դա ինչ հաղորդում էր, ինչի մասին։ Չէ։ Правда, я всем курс. Луч. Луч. Չեմ լսել այդ հաղորդումը։ Չէ։ Չէ։ Ինչի մասին է, չգիտենք այդ ծրագիրը, տեղյակ չէ։ Արամեն Պետրին ու Գարիկ Պապոյանին էլ չեք ճանաչում։ Չէ, չենք ճանաչում։ Իսկ դուք կարոտել եք լավ երեկոն։ Հավաշ են կարոտել։ Թեկուզ մի հոգու համար, բայց մենք պատրաստ ենք աշխատել։ Բայց ինչի մի հոգու համար։ Բա մեր հանդիսատեսը։ Օ, կներես։ Եվ այս համընդհանուր սերը վկայում է, որ մենք իրավունք չունենք հուսախապ անելու մեզ սիրողների մեծ բանակին։ Այնպես որ, բարի գալուստ, լավ երեկո։ Հաղորդման այս հատվածում մենք ընդհանրապես ներկայացնում ենք Արուս Տիգրանյանի ռեպորտաժը, բայց ավաղ էլ այդպես չի լինելու։ Թող ինքը գա, ինքն էլ ներկայացնի իր ռեպորտաժը։ Դիմավորեք Արուս Տիգրանյան։ Տարիներ շարունակ մենք իրար հետ ենք, բայց դու երբևէ չեր եղել այս տաղավարում Արուս։ Ոտդ խերով լինի։ Այո, բարև ձեզ տղաներ, Բարև, Արամ, ջան, բարև։ Գարիկ։ Ես էլ ճիշտն ասած շատ հուզված եմ եւ ուզում եմ ասել անչափ շնորհակալ եմ, որ դուք 5-րդ եթերաշրջանում վերջապես որոշեցիք, որ կարելի է շփվել ինձ հետ։ Մենք 6-ից ենք որոշել, բայց ոնց որ մի քիչ առաջ Այո, ես ծանոթ եմ, մեջքցել շատ շնորհակալ եմ տղաներ, շատ գեղեցիկ լուսավոր տաղավար է։ Արուս ջան, այս 5 եթերաշրջանը այնքան դանդաղ անցավ, մինչև որ դու միացար մեզ։ Այ հիմա ժամանակը Գարիկ, ես միշտ տարբերում եմ, թե դու անկեղծ ես ժպտում հյուրերին, թե ոչ, այնպես որ կարող ենք միանգամից անցնել բուն թեմային։ Իսկ իմ ժպիտ ասը։ Անցնենք բուն թեմային։ Այո, անցնենք բուն թեմային։ Արուս ջան, ինչ նորություններով ես եկել եւ ինչու է որ մենք արդեն չենք հայտարարում քո ռեպորտաժի մասին եւ դու որոշել ես ինքդ գալ եւ դրա մասին խոսել։ Իբր ինչ կարելի ասել այս Ասեմ, Գարիկ, ես նկատում եմ, որ դուք մի տեսակ անհավես եւ շատ կարճ հենց թռուցիկ արագ ներկայացնում եք իմ ռեպորտաժը, ինչը այնքան էլ հարիր չէ իմ այդքան վիզ դնելուն։ Եվ ես որոշեցի ինչու ոչ, ես կարող եմ գալ եւ երկար գեղեցիկ ներկայացնել իմ ֆանատները այդպես են սիրում։ Իսկ թագը ոնց որ այդ ամեն ինչ հետ կապ ունի, թե ուղղակի հանկարծ մնացել է։ Ճիշտն ասած, ես այսօր երբ հագնվում էի հանրային հեռուստաընկերության հանդերձարանում, ես հանկարծ տեսա այս թագը, ենթադրեցի, որ այն կարող է Ավետ Բարսեղյանին է լինել օրինակ, բայց այնինչ շատ սազեց, եւ քանի որ իմ ամենասիրելի երգչուհին ինձ ասել էր, որ ես երեկոյան Երևանի թագուհին եմ, ես մտածեցի, որ ինչու ոչ։ Ով է քո սերի երգչուհին։ Սյուզի Մելիքյանի, եթե իմ ռեպորտաժներն նայեք, կիմանայիք տղաներ։ Հասկացա։ Արուս ջան, ինչ է Իրանից ենթադրում Արուսի նոր ֆորմատը։
Շատ հետաքրքիր ֆորմատ է ենթադրում իրենից։ Ես քան որ 4 եթերաշրջան փողոցներում մրսելով նկարում էի այդ ռեպորտաժները, մարդիկ արդեն ինձ ճանաչում էին եւ փախնում էին ինձանից հեռու եւ միկրոֆոն ասես վարակիչ լիներ։ Իմ մոտ էլ ուղղակի ֆիզիկապես չէի կարողանում նկարահանել ռեպորտաժ։ Ես մտածեցի, լավ, ինչ անեմ, որպեսզի մի քիչ էլ աշխատավարձ ստանամ եւ ինչ որ մի էջ պետք էր մտածել։ Բայց կա տենց բան, ես ներողություն տեսել եմ Արուսին հունիսին, դողում էր նստած դուրս։ Հունիսը ցուրտ էր այս տարի շատ, Դողում էր։ բլոց 40 էր։ Եվ ես մտածեցի, ինչու ոչ, կարելի է ինչ-որ տաքուկ բան մտածել եւ մարդկանց օգուտ կտամ եւ ավելի հետաքրքիր եւ ավելի երկար եթերաժամանակ Չէ, բարեգործական բան է սկսել։ Այո, բարեգործական է կարելի ասել։ Ես ինքս Ինչ որ բարեգործ եմ։ բնութագրում եմ, որ շատ ուրցով թեյ է։ Տաքուկ մի բան։ Այո, համարյա գարիկ։ Եվ ես մտածեցի, որ կարելի անել նոր էջ, նոր մարտահրավերներով եւ իդեպ այնտեղ մարտահրավերներ շատ են լինելու։ Ես ամեն անգամ որպես իսկական լրագրող իդեպ արդեն աճել եմ եւ senior journalist այդպիսի արտահայտություն կա, որ ավելի հասուն լրագրողներն են։ Եթե ասես միշտ պետք է աչքի այտենց վերև ծռնի, է senior Այո, ես journalist։ սրանց հետո շարֆով եւ գլխարկով եմ եւ վրցինով, չէ՞, բայց Ծխամորճով։ Այ ծխամորճով կարելի է կարող եմ ավելացնել եւ այդպես եմ անելու իմ ռեպորտաժները միշտ ինչ որ մի թեմայով հիմնականում հասարակությանը հուզող կամ այնպիսի թեմա որ չեն անդրադառնում հաճախ ես գնալու եմ համարյա արդարության հետքով մի քիչ ավելի աճ պահած եւ այդ թեմաները լուսաբանելու եմ եւ այնտեղ ինչ որ մարտահրավերներ են լինելու օգնելու եմ մարդկանց եւ նաեւ եթե թույլ կտաք տղաներ կարող եմ մարդկանց դիմել ասել որ եթե դուք ունեք ինչ որ մի մտահաղացում կամ ինչ որ ցանկություն ինչ որ մի բան եք ուզում անել բայց ձեր դուխը չի հերիքում ձևը չգիտեք փող չունեք ալարկոտ եք հավես չունեք կարող եք գրել իմ հիմա վերջացնում կարող եք գրել իմ Facebook-յան կամ Instagram-յան էջերին եւ ես կգամ իմ նկարահանող խմբով եւ ես ձեզ կօգնեմ որպեսզի դուք կարողանաք ինչ որ մի բան անել ձեր կյանքում եւ մենք դա կցուցադրենք լավ երեկոյում Իսկ ինչ ես պատրաստել այսօր Շատ հետաքրքիր ռեպորտաժ եմ պատրաստել, այսպես ասում, իմ ամենասիրելի ռեպորտաժը։ Իդեպ ասեմ, որ այս ռեպորտաժը բացառություն է եւ չի լինելու այդ նոր էջը, այն արտաքյան հետքերի մասին է, այո, Գարիկ։ Եվ ես հաշվեցի, որ Ես գրաում եմ։ Դա դարձավ ռեպորտաժ ամեն դեպքում, հա։ Խոսքը այն մասին է արան, որ օրեր առաջ իմ ծննդյան տարեդարձներ, Արուսին հրավիրել էի որպես հյուր։ Կարող է շնորհավորել եմ։ Ես իրան եկել շնորհավորել եմ Արուս ջան։ Արուսը եկել էր, ես մտածում էի որպես հյուր, եկել է փոքրիկ մեր փարթին, ընկերներ, հարազատներ, գախնի, ինչու՞ չէ, կարելի ասել, բայց Արուսը օպերատորի հետ էր, օպերատորն էլ ծնունդ է եկել դատարկ ձեռքերով չէր, կամերա կար ձեռքերի մեջ, այդ ամեն ինչը նկարահանվում էր, հյուրերը լարված, նեղված, չգիտեմ ոնց խոսանես աղջիկա, այդ ինչ անեն, թեթև կարելի ասել Պարտին փուրը գնաց դեպի այլ փուրթի կատարվեց եւ Արուսը Ես շատ ուրախ եմ Գարիկ, որ դու հավանել ես իմ գաղափարը։ Մի փոքր եթե թույլ տաս արդարանեմ եւ նաև ներկայացնեմ իմ առաջին ռեպորտաժը։ Դու այսօր ռեպորտաժը։ հայտարարեք ես արաբի ընկերոջը։ Երբեք։ Գարիկին անհնար է հայտարականելը։ Այնինչ եղած է։ Այո, Ես լարվում եմ ամեն դեպքում, բայց ասեմ շատ հավես ծնունդ էր Գարիկ, ես քեզ այնքան շնորհակալ եմ, ես հիշում եմ համով բաներ կար, ես մի լավ խմել արթել է եւի խմիչքներ վատեժան անասներ չգիտեմ, բայց շատ հավես անցավ, մենք լավ ապարեցինք, տժացինք։ Ես հուսամ, որ ռեպորտաժից հետո այս երիտասարդը կարողանա իջնել ամեն դեպքում։ Դե դա իմ խնդիրը չէ։ Ինչպես Ուրին ու Բարտին, ամեն մարդ իր ռեպորտաժին, այո։ Դիտում ենք ռեպորտաժը։ Բայց հաստատ դիտում ենք ռեպորտաժը։ Այո, իհարկե, ես այդքան տանջվել եմ։ Դիտեք իմ ռեպորտաժը եւ գայեք լավ կոմենտներ։ Բայց ինչ գնալը խնդրում եմ դու այս ծաղիկները։ Այս հիմա վերցրու, թե ռեպորտաժից հետո ցանկությունս կողի։ Շատ շնորհակալ եմ։ Ողոստեղ չլինես էլ։ Վիտամինից իմ ամենասիրելի անդամների վստահ եմ դուք
այսօր տենց մի 10-20 բաժակ խմելու եք եւ լավ տժակ։ Ոչ բոլորին հրավիրած մարդիկ են իրար ճանաչում։ Հա, մոռացել եք։ Այ ես ձեր հումորներն եմ սիրեմ միշտ։ 7 Ես Նայրա Գյուրջինյանը, Խմեք։ Արուսը, 48 տարեկան։ Գնացին ասելու։ Արուսն է այստեղ ժողովուրդ, Արուսը ուներ երկու նորություն, այսինքն երկու ասելիք, մեկը լավ, մեկը վատ։ Առաջինը որ ծնունդը շնորհավոր, Իվարկեն։ երկրորդը որ տիկով կենաց է ուզում ասել։ Դու հասել ես այն բանի, որ արդեն դու երազում էիր դրան։ Սա ոչ թե հումորն է, այլ երաշտական ասպարեզում դեպի առաջ գնալը։ Բարև ձեզ, ինտերնետի ամենահայտնի զույգ։ Ես երազել եմ պրոֆեսիոնալ բարողի հետ մրցում կպնել։ Okay. Ակնհայտորեն պարտվեցիք Սոնա։ Այո, համաձայն եմ։ Երկրորդ պլանում տիկոն խզարեց բոլորը։ Արուս, հետաքրքիր հյուրեր հանդիպեցիր։ Այստեղ են իմ ընկերները։ Նախապես ասեմ։ Տուփերից եթե նայես։ Տուփերի մի հավատա, ես տուփերի ներսերով ամեն ինչով ռենտգեն եմ արել եւ ոչ մի նորմալ նվեր չկա, այնպես Այս ծրարներ են եղել, ու նենց որ երևի ծախսը հանել ենք։ Դրա համար էինք լարված։ Հրաշալի նվեր եմ բերել, իսում այնք է ցույց կտա, որովհետև իոք հրաշալի նվեր է։ Առաջին եւ միակ հայկական էլեկտրոգիտարի պեդալն է։ Որ սենց սխում են ձենը, պես պիտի լինի, սխում են հետ, ասում են ուրիշ ձեն է հանում։ Էլեկտրոգիտարի պեդալ, շատ լավն է, բոլոլա պեդալ է հանում։ Դուք հայտնի պլաստիկ վիրաբույժ թվեր եք աշխատում եւ բերել եք պեդալ։ Պեդալ։ Իսկան է հյուրասիրվակ։ Ինչ ասես խմելը ես եմ տեսել են թանգանոց խմիչքները։ Սա շամպայները ես եմ խմել։ Արդարացեք։ 3, ույում, 4 Ես շոկի մեջ եմ։ Ես էլ եմ շոկի մեջ։ Այս ամենաբարդ երգն է, ու երեխեն մաքուր երգ է։ Դուք իրական կյանքում էլ եք սենց վոկալից եք խոսում, զարմանում եք, հիանում եք։ Հա, ես ամեն ինչի վրա եմ։ Ծառի, ճյուղի։ Խնդրում եմ մի հատ ինձանով էլ կհիանաք, շատ եմ։ Ես Թողում երգել։ Հեյ նավակ, ինչ ես անում, ուր ես գնում, դու նավակ, հիացեք ինձ։ դու մի երգ ես։ Ուղղակի դու լավն ես ու ես հիանում եմ քեզանով։ Դե ինչ, Գարիկի ծնունդը ավարտվեց։ Նա այսօր այսքան ծախս տեսավ, այսքան մարդիկ եկան, բարեցին, տանջվեցին, բերեցին թանգանոց նվերներ։ Սուտ նրա համար, որ դուք ունենաք Լավ երեկո։ Հաշտորեն լավ էլ թեժ ացեք։ Նկատեցիք ես եկե երկել եմ։ Կհիշեմ միշտ։ Ոնց որ դու էլ իմ ծնունդին։ Չեմ հիշում։ Ես կհիշացնեմ քեզ անպայման։ Մենք չէինք կարող չսկսել մեր եթերաշրջանը առանց մեր սիրած էջի, որտեղ մեր փոքրիկ պստիկ պուսի-մուսի փիլիսոփաները խոսում են V բաների մասին։ Այնպես որ ուշադրություն դեպի էկրան, փոքրիկ փիլիսոփաներ։ Կարոտել է լավ երեկոն։ Այո, շատ էի սպասում, երբ լինելու արդեն էլի ամեն օր նայեմ։ Ամառային արձակուրդները լավ անցան։ Ինչ արեցիք։ Ոչ մի բան, քեռիս պատճառով, սախ տարված էինք հարսանիքով։ Ինչ է քո անունը։ Էմիլի։ Էմիլի անունը քո տատիկի անունն է։ Բաղում անունն է։ Իննա։ Մեծացել ես։ Շատ ես մեծացել։ Անակ ինչն է փոխվել։ Ես մի փոքր մեծացել եմ, բոյովացել։ Բոյովացել ես։ Ես մի սանտիմետր փոքրիկ կոլոտ։ Բայց հիմա բոյով ես։ Մի սանտիմետր։ Լավ անցավ ամառային արձակուրդները։ Ինչ արեցիք։ Մենք գնացինք դուրս, երկրից դուրս։ Լավ է։ Լավ եք ապրում։ Հիմա կփակեն քո աչքերը։ Քեզ կտանք զանազան իրեր, որոնք օգտագործում են կենցաղում,
Շոշափելով պետք է հասկանաս։ Ինչ իր է դա։ Բայց borщ չտակ։ Ինչի։ Ես համով կջոգեմ borщը, բայց ձեր տալով չեմ հասկանում։ Ինչ է սա։ Էսի ծախ կաման։ Սամեր։ Ու կենթանի չի։ Չէ։ Անանաս։ Իմ անունը անանասիկ։ Գոնե թարմա։ Հա, թարմ։ Օհայ։ Շատ երկար ծամոն։ Էսի չէ։ Ինչ գույն է։ Սև։ Այս վերևի մասը ինչ գույն է։ Վերևի։ Սպիտակ։ Այն որ մի հատ բանը, այդ չկանի ասի։ Այդ դրա մեջ են մտցնում, ասա, որ աշխատի։ Որտե՞։ Փամփուլիկ, պաուճինաները մաքրում են։ Ինչերը։ Փամփուլիկ, պաուճինաները։ Ապրես։ Փոշիները մաքրում են։ Դու երբևէ մաքրել ես։ Հո օգնել եմ Սոնային։ Ում։ Սոնային։ Սոնանով է։ Մեր օբյեկտի աշխատողը։ Պաուծինաների գծով պատասխանատուն։ Չէ, պաուճինաները են, դե ինչքան սարդ կային, որ մամա ջան։ Այ էս ինչ է։ Էս։ Էս տելևիզի համարը։ Դե փակի որ չտեսնես։ Էս տելևիզի համարը մաքրելու։ Բա ո՞նց իմացար։ Իմացա։ Հիշեցի։ Գարող ու մակարոն, հեսա նայեք, տակը մակարոնա։ Որտեղ մարդիկ ասություն անում։ Իսկ ինչ են անում ըստ քեզ։ Որ կրուտորին են։ Կամ ցեպ, կամ այն որտեղ էր քո բիձաները, որ հելում են ես։ Ոտքերը բացասին նստում են ասը։ Իսկ ինչի համար են տղերքը ու բիձեքը անում։ Հավեսի համար։ Բայց եթե հավեսա, ինչի չեն աղջիկներ անում։ Որովհետև աղջիկերքը անամոթ չի։ Ես ճանաչում ես ինչ որ մեկին ով անում ա տենց։ Հա։ Ով։ Քերիս ձեր բան ունի, մեկ ավտո քշելուց երբ կանգնում է, այդ դրանով այսին ծանում է։ Այդ հին ժամանակ հիմա նորմալ է, պրոստը գժավարի ակշ։ Սա համարը։ Բայց դու մեր խաղի իմաստը հասկացել ես, չէ։ Պամպերս։ Ապրես։ Ոնց իմացար։ Ես եմ հագնում պամպերսը։ Յակ։ Պամպերս։ Աչքերը փակ փորձենք գուշակել։ Այս։ Սա պամպերս։ Գիտեք, որ ես մամայս փորիկի մեջ է եղել։ Է։ Ուշ է եղել։ Համե գիտես հիվանդացել է ես։ Դու հիշում ես։ Մի հատ կպատմես։ Այն օրը հիվանդ է եղել, հետ է տալիս, տաքություն ուներ, խորխով հազում էր։ Ու տենց էլ հազում էր։ Իսկ սեպտեմբերի 19-ին կինոէկրաններ բարձրացավ ռեժիսոր Գոր Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» ֆիլմը։ Դիմավորեք Գոր Կիրակոսյան եւ դերասաններ Դավիթ Թովմասյան եւ Արամեն Պետրի։ Hey guys, how are you? Բարև եք եկել մեր Հայաստան, ինչպես եք։ Very good. Շատ Բարև ձեզ տղաներ։ Երկար սպասված լավ մարդիկ եք դուք, որ այսօր այստեղ եք։ Մենք շատ բաներից կխոսենք, բայց կարևոր նպատակը, որ դուք այստեղ եք, ֆիլմը ներկայացնելն է։ Դրա համար տղաներ, առաջարկում ենք մինչև զրուցելը մի պահ դիտենք ֆիլմի տրեյլերը, որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը եւ վերադառնանք։ Տղեկ, մինչև սեյֆին հասնել առաջին բանը, որ մեզ պետք է, դա Ռազմիկ Ստեփանիչի բնակարանի բանալին է։ Ասաղ դուբլիկատ կան, ես չգիտենք սրանցից որն է մեզ պետք։ Ուրեմն սա այն շենքն է, որտեղ ես աշխատում որպես դռնապան։ Ուղիղ ժամը 14:58 արտակի շտապօգնության մեքենայով 14:55? Ինչ ժամը մինչև 12-ն է ցույց տալիս։ Ես վերջերս ժամերը երկարացել են, Հայկ ջան։ Կներես չէի ասել։ Արա, ես ինչ երկիր է։ Ինչ ուզում անում եմ։ Դե հիմա ասեք ինչի եք եկել։
ու ինչ էիք ուզում գողանալ։ Մեզ արագ սեյֆ բացել է պես սովորել, որ կարողանանք թանկարժեք ջազվե գողանանք, հանձնենք ոստիկանությանը ու դրամական պարգև ստանանք։ Լավ չի։ Դիտեցինք թրեյլերը։ Ոնց որ բոլոր թրեյլերները, համարյա ոչինչ պետքա չասի ֆիլմի մասին թրեյլերը, պետք է ուղղակի տրամադրությունը ներկայացնի։ Մաքսիմում action կադրեր, մաքսիմում ինչ-որ sense ըզնիվ գողեր։ Ինչ եք որոշել չփոխեք Արամի իրական կերպարը։ Փողոցում տեսա շատ հավանեցի, ինքը դեպքեր չէ, որ ասենք նկատեցի, ասեցի շատ տաղանդավոր տղա է։ Դու հիշի որ ես ֆիլմ նկարել Ես արդեն հիշում ես, քո հայրիկ հետ արդեն այդ համաձայնությանը եկել եմ։ Ընդ որում, գիտես այդ պատմությունը, որ հայրիկս ֆիլմի պրեմիերայից հետո տեսնում է Գորին, ասում է շատ լավ ֆիլմ էր, էլի ֆիլմեր եկա նկարելու երևի, Գորին հասնում, ասում է, ասում է, Արամը խաղալ է, չէ՞։ Մերսի պապ ջան։ Այն պապան ինչի չերեք։ Դավիթ ջան, շարունակաբար աշխատում ես Գորի հետ, ինչի։ Թողասի Գոր ջան, ես կարողանում եմ, ասում եմ, ես իրա վրան կարողանում եմ։ Դե երկար ժամանակ արդեն իրար հետ ենք աշխատում, դեմք շոյից սկսած, մենք 94 թվականից ընկերներ ենք, արդեն երկար տարիներ են, ու ոնց որ ասած աշխատանքի ընթացքում կարծում եմ լավ ենք հասկանում իրար հետ լեզու ենք գտել խոսքով իրար հետ։ Իսկ ինչ-որ արդարանում է դա, չէ բան է եղել արդարանում է, դե մենք ընկերներ ենք։ Չէ, լուրջ եմ ասում, բան չէ։ Չէ, բան չկա։ Չէ, ես եմ տալի տակից։ Ես կարծում եմ, որ ամեն ռեժիսոր պետք է ունենա իր սիրած դերասանը, ինչպես Մարտին Սկորսեզի սիրած դերասանը Ռոբերտ Դի Նիրոն է, իմն էլ Դավիթ Թովմասյանն է։ Ես կարծում եմ առաջի անգամ եմ։ Սա պետք է անել ծաղկե փունջ տալ Դավիթ։ Հասնենք Հայաստան, որ անկեղծ անար։ Պետք է հասնել աշխարհի ծերը, որ այս բառերը հասկանալ, ասում է Ռուբեն Ախվեցյանը։ Բայց չէ Դավիթ, իմ սիրած դերասաններից էլ ես դու Դավիթ ջան։ Ուղղակի ես հնարավորություն չունեմ քեզ ոչ մի ֆիլմում նկարելու, բայց իմ սիրած դերասաններից էլ է Դավիթը։ Գիտես, չէ, Գորը ընդհանրապես որ Երևանից մարդ է նկարում, թրաշումա նորա նկարում։ Ինչն է դրա խորհուրդը։ Չէ, դες բան չկա, Դավիթը բեխերով էր կինոյի մեջ։ Չէ, անպայման դերասանների վրա այսինքն ասենց ինչ է։ Չէ, դերասանների վրա այսպես ասած տժում է նա։ Ինձ ասեց կսափրվես միշտ ամեն օր սափրի Դավոին, sense բեղերով էր։ Բանը Ռաֆոին եսի միշտ Սարուշկա էր հագցել։ Մագի մազերը կարմիր։ Բայց ինչ այդ բոլորը հագցում ես, հետո լավ հանեք նկարվում եք։ Ինքը դրանց հաճույք է ստանում, տենց ռեժիսոր ենք։ Լավ։ Ինքնից է ստեղծում, որ ասենք դա չլինի կերպարային, այսինքն դու որ դուրս գաս առօրյա կյանքով, էլի տենց լինես։ Այսինքն պատկերացա 3 ամիս ես այդ բեղերով Հայաստանում ման էի գալիս։ Հա, դու հենց իրական, այսինքն չեք դրել, չեք կորցրել։ Իսկական բեղերն է Դավիթի։ Այսինքն որ մարդիկ այդ հնարել են այդ ամենը որ թեթև լինի քո համար առօրյան, դու հետ չես օգտագործել ամենավտանգ Չէ, իմ կարծիքով այն միշտ տարբերակը ավելի ռեալ է մեր ֆիլմի մեջ երևում, իմ կարծիքով։ Բնական համել պետքա խոսար դերասանը կփոքվեր, բայց գիտեք ինչն է ծիծաղելը, որ ասենք Չէ, ժամանակ չէ ծախսում, էլի։ Ժամանակ առ ժամանակ ստացվում է, որ ասենք ինչ-որ մի բան էին խոսում, ծիծաղել էր լինում, ասենք սկսում էի ժպտալ, ցած անկախ ինձանից էս սպամե, հետո հասկանում եք որ չփոքվի, իսկական է, էլի։ Ռազիկոնն է։ Գողության մասին է ֆիլմը, կազմակերպված գողության մասին։ Ֆիլմը ինքը տենց ավելի Չէ, զում ասել մեզ էլ դրանով։ Ֆիլմը ինքը բարի ֆիլմ է, հերոսները բարի կերպարներ են, իրանք անհաջողակներ են, ու միամիտ հանդիպում են իրար եւ ուզում են իրենց կյանքը բերել մի ավելի լավ, պայծառ ինչ-որ ապագայի եւ չգիտես ինչու որոշում են գողություն անել։ Եվ գողությունը ուրիշ ճանապարհ չկար։ Ու քանի որ իրանց խնդիրները շատ ուզում են տակից դուրս գան, որոշում են գողության գնալ, բայց ուզում են արդար ձևի գողություն անել, ասենք ոչ մեկին չվնասեն, գողություն անելուց հետո հանձնեն հետ այդ գողացած ապրանքը ոստիկանության եւ դրա պարգևը ստանան։ Պատմեց մի խոսքով ֆիլմը։ Մի խոսքով ֆիլմի սինոպսիսը ես քեզ պատմեցի։ Շատ հետաքրքիր է։ Ես բարդ է բայց այդտեղ նստելու հարց տալիս նոր եմ ասում։ Դու այդ ֆիլմի մեջից ես եղել։ Չգիտեմ ինչ հարց։ Նույնիսկ քեզ փողերս երբ ես տալու գոր։ Մաքսիմում սա ծախս կարամ տա։ Այս հարցեր ես տալի։ Մի բան ավելացնեմ, իրենք չեն ասում դրա մասին, բայց ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ։ Այսինքն ամենա
պիկ սեզոնին մենք նկարահանում էինք նախնական աշխատանքները մենք միշտ հեղափոխության ժամանակ ենք եղել, նկարահանումը սկսել են հեղափոխությունից հետո, բայց այդ նախնական աշխատանքները, երբ որ հիշում եմ ինչերի մեջով ենք անցել։ Չես կարա գոռաց լռություն, էլի։ Լռություն։ Տեսարանքա, որ իրանք ուզած ազուճկա են արել, որովհետև հրապարակում մի հատ մեծ ինչ-որ համերգային կտորերում, որ մենք խաբար չենք, որ այդ օրը տենց ինչ-որ բան է կատարվում, եւ մի հատ շատ խնդալու պատմություն, որ ես պետքա գնայի օֆիսից դեպի հայ ֆիլմ, որ այնտեղ ինչ-որ բան պիտի ստուգեի, պայմանավորվեի, խոսայի, ու այդ այն թեր ժամանակներ, որ սաղ փողոցները փակում էին, ու ես 6 հատ տարբեր տաքսի եմ փոխել, որովհետև գալիս է կանում, ասում եմ մերսի, դուս էի գալիս 600 դրամ տալիս։ Սկզբից ձիով, հետո նավով, ուրիշ տաքսի էի բռնում, հեծանիվով։ 6 տաքսի փոխել ու հասել եմ հայ ֆիլմ։ Մի հատ դերասաններով կասեք, օրինակ Գորի հետ աշխատելուց, այդ որ մի բանն է, որ այն ժամանակ չեք ասել, բայց հիմա ասում եք դեմքին ասեք, որ այդի փոխի էլ, դա լավ չի Գոր։ Դե օրինակ ես կարող եմ ասել։ Դենիրոն ուրեմն ասեմ ցես մի բան։ Դենիրոն ուրեմն այդ ժամանակ աշխատանքները, երբ որ գնում էր այդ pre-production-ը, որ գնում էր, ուրեմն օֆիսում տենց աշխատում էինք, տենց պլանավորումն եւ այնն մի քանի ժամ աշխատելու ընթացքում տենց հոգնեցինք։ Ես ու Լևոնը ասենք, լավ, մի հատ դուրս գանք համ ժողովրդի հետ շփվենք, մի հատ օդ առնենք, բան, մի խոսքով էլի օդափոխվենք, հետ կվերադառնանք, մի կտոր էլ մի բան կուտենք։ Գորին ասեցինք մի հատ դուրս են գալիս, մի ժամով դուրս գանք գալք։ Այդ ժամանակ որ դուրս են գալիս, հանդիպում ենք տղաներին, բան, եկել այդ ընթացքում դինում է այդ հրաժարական պահը։ Դե սա խառնում է սիգնալներ։ Զգացիր որ օրինադեպ է։ 23։ Այդպես օֆիսում եմ։ Գորը օֆիսում է, տեղյակ չի ինչա կատարվում, արդեն անցել է ժամ ու կես, այսինքն մի ժամ տեղը, ասենք մի կես ժամ ավել անցել, զանգել է տղեկ ունեք, սեր չի եկեք, պետք է գործը շարունակենք, ինչ եք ուշանում, բանալ։ Ես մի ժամ ու կես աղբեր սպասում եմ, ձեզ եմ սպասում, բան ասի, Գոր ջան, բայց ես մի ժամ ու կեսի մեջ գիտես, իշքան բանա փոխվել երկրում, ծավը տալ եմ։ Դա դուրս արի, դες ինչ ա կատարվում։ Ուրիշ երկրից դուրս եք եկել, ուրիշ երկիր վերադարձել եք, էլի։ Գորը մեկ գնում է դեպի իր աշխարհ, այնտեղից դժվար է իրան բերեմ։ Գոր։ Երթամ Գոր։ Ասան Երթամ Գոր։ Այսինքն փակվում է ինքը տենց իրանով, ինչ որ իր մտքերով, ու այդ ժամանակ իրան պետքա չխանգարես։ Տես ֆիլմի մեջ ինչ որ տեսանա պետք է նկար, մի րոպե լա, սուսեք, բոլորը, այդպես բանից առաջ անգամ տեսել եմ ճակում, տաղը պատկասում, ասենք ինչ որ մեկը ինչ որ գործ է, լռություն, բաց ասած ու ինքը նկարում ենք, գնացինք վեր բայց ասեք, մեկ ընդեղի չոր լույս էր ձգում, տեխնիկա կարելի, բայց լռություն, բայց լույսի վրա կախոտ Անկեղծ ասած այդպես պահ, ասեմ ինչու, մի անգամ դաժը իմ վտարը բարձր գորած լռություն, գորը մտածում է, չէ, այդպես պահկա, որովհետև ես ուզում եմ մի հատ պրոստը խանգարող բան չլինի, որ ուղեղիս մեջ տեսարանը մանտաժան է, այդ է լինում, ես ասին պրոստը մի հատ կենտրոնանում եմ կադրերը, որոնք նկարել եմ, ինչա պակաս, ինչը պակաս չի, արագ սկսում եմ ուղեղիս մեջ մանտաժ անել իրան, ամեն ինչ կպնում է թե չէ, ու շարունակում եմ։ Այդ շատ է լինում իմ մոտ, որ ուղեղիս մեջ հավաքեմ տեսարանից։ Բոլորը այդ գիտեն արդեն։ Դե կարող է։ Քեզից իմացանք, էլի։ Մի անգամ ուզեցավ հավաքի ուղեղի մեջ։ Հավաքեց կլիպ դարավ, բանա ափլոդ արեց։ Ես նշում եմ, որ քան որ գիտեն, որ դու ասում ես լրություն պետք է լինի, արծից օգտվես, աշկդ կպցնես։ Լրություն ռեժիսորը քնում է։ Կոչ ենք անում բոլորին, կինոթատրոններում գնացեք, դիտեք, հիմա ամենաակտուալ, ամենահետաքրքիր ֆիլմերից մեկը Ազնիվ գողերը կոչվում եւ Գորնել, որ իր ակնկալիքը նաեւ ունենա էլի, ոնց որ հաշվարկել կա դրա հետ կապված։ Ակնկալիքը ու վերցնի դնի գրպան է, էլի։ Անկեղծ ասած լիքը պարկ ունենք լպարկելու։ Դու մեծ մասը Արամինն է ստվում։ Արամինը ու Դավոյին է։ Թիվա կրակել ես ուզում հասկանամ, էլի։ Կրակել եմ, բայց վերև չէ, ուղի։ Ոտին։ Ծնկի ա բերել։ Շարունակությունը մեր խոսակցության էլ ավելի հետաքրքիր պետք է լինի, որովհետև հիմա խոսելու ենք ձեր կոնկուրենտներից։ Okay։ Անհայտ բաժանորդ ֆիլմի մասին է խոսքը։ Ես կողմնապահություն չեմ կարող անել, որտեղ այնտեղ էլ կան ընկերներ, որոնք խաղում են։ Գոչ եմ անում նաև գնալ անհայտ բաժանորդ ֆիլմը նայել սելիերուսատորներ, տեսեք, ես արդեն բալանսը պահում եմ։ Այնտեղ Արամը չկան, բայց կան Արամը չկա, Դավիթը չկա, Լևոնը չկա, բայց կան շատ տաղանդավոր նաև դերասաններ, հրաշալիներ։ Չէ, ես ուղղակի արանք ընկել եմ ինչ-որ բան։ Ինքը չկա, բայց մեջը փող կա։ Այո, եւ քանի որ երկուսով միաժամանակ հանեցիք այդ ֆիլմը, շատ թեժ կոնկուրենցիա է հիմա, եւ կարծես շուկան կիսվում է
Երկուսից միջև, այո։ Ներվային անում ես այս խոսքերից։ Անկեղծ ասած չէ։ Դող կա ինչ որ Ես կարծում եմ մեր ժողովրդի մեջ էդի լավ բան է, որովհետև հիմա իրանք ունեն երկու ֆիլմ դիտելու։ Ես կարող եմ ավելացնել։ Անպայման մի ֆիլմ դիտեն։ Թող երկու հատ ֆիլմ դիտեն։ Ընտանիքով ավելի շատ դուրս կգան։ Ես այս դու որոշել ես որ պետք է մի ֆիլմ դիտես աշնան ու վերջ։ Դες չի լինում։ Դե ուրեմն ձմռանը դեռ ֆիլմերից մեկը կշարունակվի, գոնե մյուսն էլ ձմռանը։ Որը մի ամիս ավել ձգեց հաղթում են, Ընկերներ, ինչի խոսեցինք այս ֆիլմից, որտեղ մենք անակնկալ հյուրեր ունենք այսօր։ Թույլ տուր ներկայացնեմ։ Եվ այսպես սեպտեմբերի 5-ին կինոէկրաններ բարձրացավ Արշալույս Հարությունյանի Անհայտ բաժանորդ ֆիլմը։ Ալո, ով է։ Անաստասիա Վալաչկովա։ Քանի ընտանիք կքայքայվեր, եթե իրար հեռախոս փոխվեր։ Որ պարզվի ինձ դավաճանում ես։ Ես շնորհավորում եմ, որ գոնե մեզնից մեկը սեքսով է զբաղվում։ Եթե ինչ գաղտնիք դրոնանք, 1000 տարի իրար ճանաչում ենք։ Համենա դու ացի ես։ Ժոր, սպասի, բանամ ասում։ Եթե Ժորը ինձ հանկարծ դավաճանի, դուք ինձ դրա մասին պիտի ասեք։ Օրինակ ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր SMS-ներին չեն պատասխանում։ Դեսունն է, Գրիգինն է։ Գրիգը սենս տիտիկներ ունի։ Ժպտացինք։ Անհայտ բաժանորդի զանգը չի ուշանա։ Եվ այսօր մեր հյուրներ Մարջան Ավետիսյանը եւ Բաբկեն Չոբանյանը։ She was unable, so she ran to the bedroom. He was not done, it was her doom. Այ, տարը։ Այո։ Շուտ ենք, խցկվենք, ես ուզում եմ, մենք ուզում ենք, որ շատ քիփ լինեք ու սենց ոնց որ զգանք այդ լարվածությունը։ Խոսացել ենք, ես ուշադիր հետևում եմ ձեզ, երբ որ տեսակ բազմատիվ կեղծ ժպիտներ, շատ հրաշալի, իրականում էլի, իրականում։ Կար չէ, որ սենց ուզում ես համբուրից Ես էի շպտում իբր ֆիլմը նայել եմ, կներեք տղերք, չեմ նայել, ես հրավեր չստացել։ Ես քեզ դες քանի անգամ եմ զանգել։ Ես անծանոթ համար չեմ պատասխանում։ Բայց ընկերներ, մինչ սկսելը ես մի հատ շատ կարևոր ինֆորմացիա ունեմ, Բաբկեն Չոբանյանը վաստակավոր արտիստի կոչում է ստացել, եկեք շնորհավորենք։ Ոնց որ ֆիլմից եւ մրցակցությունից դուրս էլի ամեն դեպքում կապ չունի։ Այո, ռեժիսորը շատ ձեր ֆիլմի ռեժիսորը շատ նուրբ է ընտրել դերասաններին, ինքը վաստակավոր, մեր ռեժիսորը Գորը այս ֆիլմի վաստակավոր չի ձգել, ինչպես հասկացանք, որ կարողանա բարձի, Արջան, բայց օրինակ Արշալույսը կարողացել է, ինչպես հասկացանք, նաև վաստակավոր դերասան հետ աշխատել Գորջան։ Չէ, ֆիլմից հետո։ Ֆիլմից հետո։ Բայց ուրեմն նենց է նկարել, որ Խորենը վաստակավոր է։ Բայց խորենը վաստակավոր, ասենք կարմի վաստակը երկրորդը դարձել է։ Ձեր դեպքում տեսնենք, Գորը տենց նկարել է, որ դուք ել վաստակավոր։ Ես հասկացել մենք հարատի տղեկով ենք կինոն։ Հեռախոսով բանդուկ ձերանցով ավակել։ Շնորհավորում ենք սրտանց, ձեր ֆիլմը նույնպես պետք է գնանք դիտեմ, դե նորա դուրս եկել չենք հասել դեռ դիտել։ Բայց արի պատմեք ինչ եղավ ֆիլմի հետ կապված անկեղծ։ Ուրեմն ես որոշում եմ, որպեսզի Գարիկի հետ վերկանանք գնանք ֆիլմ նայելու։ Կինս ասում է ես կառնեմ տոմսերը ու փորձում է հեռախոսով գնել տոմսերը։ Մենք գիտենք, որ ամեն ինչ արծը երեկոյան պետք է գնանք ֆիլմ նայելու, բնականաբար պոպկորնը, ջրեղենը, չգիտեմ, տարբեր ուտելու բաներ, մոտենում ենք արդեն, որ պետք է նայենք այդ բաժանորդ ֆիլմը, ասում են, կներեք մի հատ ցույց կտակ հեռախոսի մեջ ձեր այդ կոդը, էլի, ու կինս ասում է, բայց ասում է ինձ SMS չի եկել։ Ասում ոնց չի եկել, ասես տենց ինձ SMS չի եկել, ու մենք չկարած, ասացին դե լավ, թողեք ուրիշ տոմս առնենք, ասես կներեք տեղ չկա։ Տեղ չկա։ Պիտի համառեիք և մտնում։ Տեղ չկա։ Բրավո, Տոմսերը մտանում կինոս նայ։ Ձերն էլ տեղ չկար։ Ձերը այդ ֆիլմը չկար այդտեղ առասակ։ Թող ասված տա բոլոր նկարված ֆիլմերում չլինի։ Իսկ ֆիլմի բյուջեներից կարող ենք խոսել, ինչ բյուջե ուներ ձեր ֆիլմը եւ ձեր ֆիլմը։ Կարող է իմանաք։ Ասել էի, որ տենց հարցեր են տալու, ինձ հարցերը ուղարկել են, տենց հարց չի եղել։ Ես անվճար եմ նկարում այդ ֆիլմը, ես ընդհանուր գիտեի բարեգործական է ֆիլմը։ Արման Միտերանին։
Արման Միտրյանին հարցերը գտնել։ Ինձ եթե իմ դեմքից կարող եք կռայել, ես նույնիսկ հարցերը չեմ կարծում, սա ինձ ուղղակի հենց անձամբ ինձ այդ հարցերը։ Ի վերևներից եկող հարցեր են սրանք։ Լավ, եկեք ուրեմն հենց հարց տամ, որի պատասխանը գիտեք։ Բնականաբար ձեր ֆիլմը ավելի ազատ էր, այսինքն եւ տարիքային ցենզը մի քիչ ավելի բարձր էր, հայկական հանդիսատեսը արդյոք մեկնաբանել է, ինչ որ մեկնաբանություններ եղել են դրա հետ կապված, այլ շատ ազատ էր ֆիլմը, արժե, որ տենց չգիտեմ, sense մեկնաբանություններ ստացել եք ընդհանրապես։ Չէ, անկեղծ ես գոնե ինչ տեսել եմ, ինչ լսել եմ, ինչ կարդացել եմ, ոչ մի նման բան, հակառակը մարդիկ ոգևորված են, սիրել են, նույնիսկ այն մարդիկ, ովքեր տեսել էին մյուս երկրների արտադրությունները, ովքեր տեսել էին ներկայացումը Սև Արկղ, տեսել են նաև սա ու այդպես հիասթափված չէին, շատ ոգևորված էին, ուրախ էին ու նույնիսկ հրավիրում էին ընկերներին, ծանոթներին ֆիլմը նայելու։ Չէին սպասում, որ իտալականից հետո կլինի այս տեսակ որակ։ Այդ շատ լավ, իրականում ես եմ լսել, որ ինձ մարդիկ եղել են, ովքեր ֆիլմը դիտել են, հենց այդպես էլ նկարագրել են, որ շատ լավն էր, դերասանական խաղը բոլորն են նշում, ու քանի որ համեմատելու տեղ ունեն, գիտեմ ձեր լարվածությունը եւ ռեժիսորի եւ պրոդյուսերի, որ միշտ համեմատելու տեղ է լինելու, բայց ախր բան իրոք ստացված է, ես տենց եմ լսել, դրա համար անպայման պիտի գնանք տենք, ուղղակի հաջորդ անգամ Տոմս պիտի արդեն ես կառնեմ Տոմսերը, այո։ Օրինակ ես դիտել եմ ու շատ եմ սիրել, իսկականից շատ եմ սիրել բոլորի աշխատանքը ու շատ լավն էր։ Դիտել ես Դավ ջան։ Անպայման։ Օրինակ կուզեր դու էլ խաղար այդ ֆիլմում։ Հա։ Գարեդեմ գնա։ Գորոչի տոնում։ Լավ կուզեր Արշալուսը լիներ քո քավորը երեք։ Դե եթե այդքան խնդրեր, չեմ կարծում այդքան խնդրեր արել։ Գորի չափ, հա։ Հա, գորը տեց մի ամիս խնդրեց էլի։ Բայց հարմար է։ Շատ լավ, շատ լավ։ Ես հիմա գոնե առաջի անգամ բոյով եմ։ Մի անգամ բոյով ասում եմ։ Առաջի անգամ բոլորից բոյով եմ երևում, ժողովուրդ ջան, շատ լավ։ Մեկ հարց, կան արդյոք ձեր շրջապատում ընկերներ, ում հետ դուք կփորձեիք խաղալ այդ խաղը։ Ընդհանրապես կան տենց մարդիկ, հարազատ ընկեր մարդիկ։ Քիչ ես։ Է պատասխանը հասկանալ է Դավիթ։ Հատկապես ֆիլմի գործողանց լինելով հանդերձ ենթադրում եմ, որ չէ։ Լուրջ հաստատ չէ առաջարկի, բայց եթե առաջարկ լինի, կարելի է հենց չի։ Օրինակ հիմա սենց հանենք ու տենց եկող SMS-ը բարձր։ Հանենք, ես գնացեմ Անհրաժեշտ է։ Բայց լավ, սենց անհայտ հենց կոնկրետ այդ չանենք, եկեք մի հատ հետաքրքիր բան փորձենք անել։ Օրինակ եմ ասում, քանի որ այստեղ դերասաններ են մեծ մասը նստած, գորնել կարա բեմադրի այս ամեն ինչը, այս ասեմ ինչ ենք ուզում անել։ Անհայտ բաժանորդ կոնցեպտի մեջ մնալով, ուղղակի Սանգարես Գոքորին, մեր Դանելյան, մի մարդու, որ գիտենք հաստատ հիմա կվերցի։ Նու հուսանք, լավ չգիտեմ։ Զանգեն Գոքորին Դանելյան, եւ դու ասես Գոքոր ջան, կլինի մի րոպեից հետ զանգես ու ասես նկարահանում ունենք, որտեղ այստեղից չեմ կարող դուրս գալ։ Ու անջատես, տեսնենք մի րոպեից կզանգի ու տեսնենք Գոքորը, քանի որ չգիտի ինչա կատարում, ոնց կստի բոլորին, չենք ասի ովքեր ենք, որ քեզ այստեղից դուրս անում։ Փորձենք մի հատ հետև ֆուրը տալ մեր ընկերոջը։ Գրիգոր Դանիելյան, չէ՞։ Գրիգոր Դանիելյան։ Ամեն տեսնենք դու իր անունը ինչպես ես գրել, հենց հետաքրքիր է։ Այդպես ես գրել։ Ոչ։ Գրիգորով չի, հա։ Գրիգոր Դանիելյան։ Գրիգոր Դանիելյան։ Սա գերի եմ ընկել։ Բարձրախոս։ Միացրել եմ, հանգ դու։ Կարող է ինքն է նկարահանում։ Ձայնը բարձրացրու։ Կարող է ինքն նկարահանում։ Բարձրո։ Լավ, մի բան եմ առաջարկում փորձենք։ Զուտ հիմա թող Արամն էլ զանգի, եթե Արամինը վերցեց ուղակի խայտարակ կլինես եւ կանցնենք առաջ, որ Գոքորը քեզ չի պատասխանում։ Իսկ եթե Արամինը չվերցեց, ուրիշ սելեբրիտի կփորձենք։ Զանգիր, Արամ ջան։ Խնդան գիտես, այնտեղ կամերա կա Գոքորի կողքը, զանգալս անարս։ Այս աղջիկը էլի։ Դե ուրիշ ծրագիր է նկարում։ Ջան, Գոք ինչ ես անում, պարապ նստած էի։ Եկեք հատ զանգեն, թող խառը համարները տա իրար հետևից։ Բայց սա Հալո։
Շատ քնած եմ ձայնը, բայց Ստվա, այսքանում կարելի է եզրափակել։ Անցնենք առաջ։ Չէ, բայց մի րոպե մի բան ասեմ, կարողա դու ուրիշ համար ունես Էլ մի արդարացու, քանի խնդալու թո մնա տենց։ Զանգում է ինչ անեմ, ուզում ես խոսամ մի հատ։ Ասա ինձ չես վերսում որզում։ Բացամ։ Ալո։ Ալո։ Կոկ, որ զանգում եմ, ինչի՞ չես պատասխանում։ Ուզում եի պատասխանել, անջատեցի, հետո վրից արամը զանգել ինչ կա։ Ոչ մի բան, դե լավ մնանք խոսենք։ Okay, ցավը տան, ես վերջացնում զանգեմ։ Զանգի, Գարիկին կզանգես։ Գարիկ ո՞վ է։ Ես կարամ փնտրեմ մոնտաժը, ես կարամ փնտրեմ մոնտաժը։ Այսօր սաղին չորում է գոկը։ Պաչի գոկ, մենք եթերում ենք, հաջողություն։ Չէ, բայց նորմալ է, ասես չհասցրեցի վերցնել։ Արդեն ինչ եղել է, եղել է։ Բայց նա քեզ չճանաչը, չսկսես էլ։ Նորմալ է, ինքը կարող չի դիտում մեր հաղորդումը, կամ եկել է 4 անգամ հյուր ու չի հիշում ուր է եկել։ Հազարդ խնդիր կարող ունենան տարբեր մարդիկ, հա։ Գոքորը եղել է ձեզ։ Հա, ոչ չի եղել։ Գոքորը։ Լավ, եկեք շարունակենք։ Եկեք ֆիլմից խոսանք, այս բավական էր, էլի, ինչ եղավ, ինչ եղավ Վեգասում մնաց լավ երեկոյում։ Այո։ Ինչ եղավ Վեգասում։ Մնաց Վեգասում։ Շարունակենք։ Չգիտեմ, ինչ մեր գալը հաստատ խոսել եք ֆիլմի մասին, ձեր բարեմաղթանքները մի խոսքով։ Ես Արամին չեմ ասել, շնորհավորել, հիմա թույլ տվեք շնորհավորել Արամ ջան։ Շնորհակալություն, մերսի շատ։ Ֆիլմի մասին, Շնորհակալ եմ գեղեցկոյի։ ֆիլմի մասին կուզեմ իմ տպավորությունում 1-2 բառով ասեմ, որովհետև այդ օրը ժամանակ չի եղել, ես շատ սիրել եմ ֆիլմը, հավանել եմ, որովհետև շատ թեթև համով հետո ֆիլմ է ստացվում, այնպես որ ովքեր չեն դեռ հասցրել նայել, անպայման գնացեք ու տեսեք։ Ինձ ոնց է դուր գայս այս ընկերական վիճակում, այսը միշտ թող սենց դին, այսը միշտ։ Անկեղծ այդպես Ես լուրջ եմ ասում, շատ լավ մտորոշտով ֆիլմ։ Հայկական ֆիլմերի մեջ ինձ համար կան ֆիլմեր, որոնք ինչքան հեռուստացույցով եթե ցույց տվեցին, այնպես գուցե հատուկ չեմ փնտրի Սարան եղբայրներ կամ մեր մանկության տանգո, այդպես հատուկ չեմ փնտրի նայելու, բայց եթե ես տեսա դա էկրանին, ես չեմ փոխում։ Կա եւս մի ֆիլմ, դա Գորի մեծ պատմություն փոքր քաղաքում։ Այդ ֆիլմը բոլորս ենք սիրել։ Ինչքան տեսնում եմ, եթե հանդիպեցի, ես չեմ կարող ալիք փոխել, որովհետեւ Իսկ այս ֆիլմն էլ է սպասելու, որպեսզի հերոսացույցով ցույց տա։ Նա թող նայի, գնալու ես, վճարես, մտնես։ Այո։ Ինչ եք կարծում, ձեր ֆիլմը ավելի շատ գումար կբերի, թե Գորի ֆիլմը։ Ժանրերը ահավոր տարբեր են, բնականաբար եւ կինոդիտողն էլ բաժանվում է տարբեր ճաշակների, երկու տարբերակն էլ ընդունելի կլինի, այսինքն թող երկուսն էլ նայեն, ես այդպես կուզեմ։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, որովհետեւ մի օր կարողա Գոր որոշի ինձ նկարել, մյուս անգամ ինչ եմ անել։ Հա, էլի հիմա վատ բան ասի, հետո տակի շատ է իմ դուրս գալիս։ Միջացնում են Այո, քո այդ ստրախովկա են պահում։ Ստրատեգիկ։ Հրաշալի է։ Համ որպես դերասանու եւ արդեն իր հոնորարը վերցրել է, կապ չունին դեղ ինչ կապակետ։ Որպես ապակա Գորի հետ հերանեկարներ ունեցող հովանավոր եմ այդ հարցը, Հովանավորս իմ հոնորարը։ Չես կարող։ Դե բայց ինքը պրոդյուսերն է նաև Ազնիվ Գովեր ֆիլմի, ինձ թվում է այս ֆիլմից հետո կներեք, ես չգիտեի։ Մենք միասին աշխատել ենք Հյուսիս Հարավ ֆիլմում, ես շատ եմ սիրել քո աշխատանքը, քո անձը լինելը։ Մի խոսքով, մենք միասին կաշխատենք իրենց կարծում եմ։ Դու հենց նոր Միամիտ պրոդյուսեր ես չորում եթերում եւ դա ոնց որ չգիտեմ, ժամանակին զգուշացրեցի ոնց որ է։ Հիմա մենք ուզում ենք որպեսզի բոլորս միասին շատ մի հատ հավես բան այստեղ անցկացնենք։ Պատրաստ եք։ Եվ մեր հավես բանը կոչվում է հեռանկարային ֆուտբոլ։ Դե ինչ ընկերներ, սկսում ենք մեր հավես բանը, ինչպես տեսնում եք Արամը միացավ անհայտ բաժանորդներին, Արուս Տիգրանյանը միացել է Ազնիվ Գողերին, ինչ ենք մենք այստեղ անելու։ Մեր հյուրերը ունեն հեռադիտակտեր, որը թարս է դրված իրենց աչքերին եւ ամեն ինչ ավելի հեռու է թվում, քան իրականում կա։ Այս պայմաններում նրանք պետք է խաղան ֆուտբոլ, տեսնենք թե ինչ կստացվի։ Պատրաստ եք ընկերներ։ Այո։ Հենց ասեմ 3-4, սկսում եք։ 3-4։ Գոր զգուշ խփում են, պահի։ Գոր, Ուշադրություն, Արամ աչ կողք կտա, Արամ աչը մյուսն է, Արամ պաստիկ, շատ ապրես պասիկ։ Արուս գոլ։ Արուսը այս գնդակը ուղարկեց դեպ թշնամու դարպասներ։ Նորի։ 3-ից ենք խաղում, սպասի Արուս։ 3-4։
Կերեք իրար։ Սպասեք ես կտամ։ Օգնենք աղջկան։ Քան որ ունենք կանոնների խախտում, այժմ տուգանային հարված 3 մետրանոց։ Արուս, դու ես իրականացնում այս հարվածը։ Գնաց, 3, 4։ Վալի տարեք ինձ տղա։ Ամեն ուշադրը բռնեք Արուսին, Իսլամի բան։ Այո, զգուշ Արուսին եք տշում, զգուշ։ Գոր Կիրակոսյան, գորը իրականացնում է անիմաստ հարված։ Ուրա, ինչ։ Արուսը շատ ավիզ դնում իր աթնի համար։ 3, 4, այո, լավնա, դավ, գոր, գորը շատ լավ է խաղում, գոր, դավ, Դավիթ, Արամ, Արուս, զգուշ եք ինչ տագոր։ Այո, ուշադրություն, այո, Մարջանն է առաջ գալիս, 2 աղջիկներով էլի սկսում եք։ 3, ույու, կերեք իրար։ Արամեն Պետրին աչ երկար ոտքով, գնում է առաջ գոր, ուշադրություն գորը, գոր Կիրակոսյանը հաղթական գոր իրականացրեց, շնորհավորում եմ, ազնիվ գողերը տարան, շատ ազնիվ հաղթանակ։ Սիրելի ընկերներ, շատ շնորհակալ ենք խաղի համար, շատ շնորհակալ ենք, որ եկաք մեզ հյուր, դուք ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ եք, կապ չունի երբ, որտեղ ինչ էլ դուք ստեղծագործեք եւ տաք հանրությանը, դա միանշանակ հաջողությամբ է պսակվելու։ Սա կօգնես Բրաչան։ Փոխանցեք, իհարկե, փոխանցեք։ Մարջան ջան, այս ծաղիկներն էլ քեզ շնորհակալություն, որ եկաք այսօր, ծաղկացեցիք մեր այս տաղավարը, բայց ես մի հատ առաջարկ ունեմ, քանի որ այստեղ այսօր գտնվում են 2 ֆիլմի ներկայացուցիչներ, մենք ներկայացրեցինք 2 նոր ֆիլմ, այդ 2 ֆիլմներն ունեն soundtrack, եւ ես հիմա առաջարկում եմ, որպեսզի այս բեմից մենք երգենք այդ 2 soundtrack-երը։ Սեմի հարցով է ճիշտ ով սխալում կողքին ես նանանա Ինչ ես ասում ու ինչին ես սպասում Տեսնես երազում ես գալիս եմ նանանա Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Չզանանաս ու հետո զայրանաս Որ գիշերը զանգ եմ ու ասեմ կեզ նանանա Երբ ես մի ծերացար, ու կարձան անդարբեր, կոս իրոք եմ նանանան Ես մեղավոր եմ, դու ահավոր ես Ես մեղավոր եմ, դու ահավոր ես Ես եմ մեղավորը, ահավորը, դու ես բայց Ես եմ վիրավորը, կարևորը, դեր սիրված As he paid